Բարի առավոտ սիրելի բաժանորդներ, այսօր հանգստյանս օրն է և որոշել եմ գործերն դուրս գամ։ Հիմա իրար հետ կգնանք Տարգովի ցենտր, այնտեղ պատվեր ունեմ կվերցնեմ ու կտեսնենք էլ ինչ ենք անելու, տեսնենք օրը ինչպես ենք դասավորելու։ Բոլորով աշխատանքի, դասի, մենակ ես եմ տանը, դրա համար մենակ եմ դուրս գալիս, տեսնենք ինչ ենք անելու, ընթացքում եթե հարմար լինի կնկարեմ։ Տեսնեմ ոնց կլինի, ինչ ենք նկարելու այս վլոգում և ինչ ենք միացնում այս վլոգին ու ինչքան երկար ենք նկարում։ Դե ինչ։ Արդեն տանն եմ, խանութներում այդքան էլ հարմար չի, հարմարը որն է, ես այդքան չեմ սովորել այդպես նկարելու, դրա համար չեմ էլ նկարել, ինչ եմ վերցրել կրծքամիս, այսպիսի պրոտեինով յոգուրտ, հետո սա ետ եմ եկել, մեր մոտի խանութից եմ վերցրել կատաիֆի, հիմա պատրաստելու եմ դուբայսկի շոկոլադ, հետո 2 հատ ֆիստաշկովая պաստա և այստեղ լոլիկներ, սա 3 խանութից եմ գնել, այս կատաիֆին և ֆիստաշկովի Այս ֆիստաշկովի պաստան ու կատաիֆին այդպիսի խանութ կա, կանդիտերսկի մեր մոտ, այդտեղից եմ վերցրել, մնացածը պակուպոչկայից, պիտյորոչկայից և պերիպլյոստիկից, կարակ և շոկոլադ և այսքանը համորացում նաև ատամի մածոկ, այսպիսի, սա էլ ամուսնուս նվերն է, դեր չեմ բացի, ինձ թվում է կարիք չկա բացելու, թե բացեմ, լավ երբ որ ինքը բացի այդ ժամանակ ցույց կտամ բացած վիճակում, որովհետև չեմ ուզում քանդեմ ուպակովկան, սա էլ ես ինձ մատանի վերցրել, դրա տուփն է, այսպիսի գեղեցիկ արծաթյա մատանի վերցրեցի, այսպիսի մոռացա անունը, քարի, բնական քարով է, բայց արծաթն է, իհարկե սրա ոսկին եմ ուզում, ոսկյա, բայց դե հույս ունենանք մոտ ապագայում և ոսկե տարբերակը կունենա, առայժմ այդպես արծաթը նույնպես դուր է գալիս, շատ գեղեցիկ փայլում է։ Սա էլ ամուսնուս ժամացույցը, ինքը ռուսական արտադրության ժամացույցը և շատ գեղեցիկ է նստում թևի վրա։ Եկել է կաշան, արդեն այստեղ 1 տարի է, ամբողջը ձևավորած է 1 տարվա, ճիշտ է հիմա որ չեն գնել 1 տարվա, ուղղակի եկել ենք առևտուր անենք, ընթացքում վերջում կամ տանը ցույց կտամ ինչ ենք գնել, ոնց կստացվի չգիտեմ, հիմա կշրջենք, կգնենք մեր ապրանքները և կգնանք տուն, արդեն ուշ երեկո է, միգուցե տանը ցույց տամ, որպեսզի շատ երկար չստացվի տեսահոլովակը, մինչ ես ցույց եմ տալիս ինչ եմ գնել, մինչեր կան աշանում, խնդրեի բաժանորդագրվել, իմեյլ դնել լայքեր, գրել մեկնաբանություններ, եթե ձեզ համար դժվարություն չի։ Արդեն կասայում ենք, բնականաբար այսքանը որպեսզի նկարեի, մի ժամանոց վլոգ էր ստացվելու, դրա համար այսպես երկար չեմ նկարում։ Հիմա կասայում ենք կվճարենք և արդեն տանը ցույց կտամ մանրամասն ինչ եմ գնել։ Չնայած այսպես նույնպես կարելի էր, բայց դե լավ տանը ցույց կտամ։ Հիմա արագ տեղավորենք լենտայի վրա և գնանք։ Այս խմիչքը վերցրել եմ իմ կոլեկցիայի համար, ես խմիչների կոլեկցիա եմ հավաքում, միգուցե մի օր ցույց տամ, շատ հետաքրքիր տարբերակեր վերցրեցինք, որպեսզի կոլեկցիաս ավելի շատանա։ Պետք է հիմա գնամ, այս ամբողջը տեղավորեմ և պետք է խմորեղեն պատրաստեմ։
Դե ինչ արդեն տանը ցույց կտամ, մանրամասն ինչ ենք վերցրել եւ կազմենք առաջ։ Չգիտեմ բաղադրատոմսեր կնկարեմ թե այս վլոգի մեջ թե ոչ, քանի որ շատ բաներ ունեմ պատրաստելու, բայց ամենայն դեպս եթե նկարեմ անպայման կգցեմ։ Դուք էլ ակտիվ եղեք, գրեք մեկնաբանություններում հետաքրքիր է, հետաքրքիր չի նման վլոգները, որովհետեւ եթե հետաքրքիր է ավելի շատ կնկարեմ, եթե ոչ, ինձ թվում է չեմ նկարի, այնպես որ կսպասեմ ձեր արձագանքներին մեկնաբանություններում, դա ինչ անցնենք առաջ, տեսնենք ինչ ենք անելու։ Երևի կհանդիպենք արդեն տանը։ Եվ հասանք տուն։ Հիմա ես արագ-արագ ձեզ ցույց տամ ինչ եմ գնել, Մարինան էլ այն կողմից դասավորի, որպեսզի ավելի արագ ստացվի։ Եվ ցույց տամ, քանի որ այստեղ ամբողջը իրար գլխի է լցված եւ չեմ կարող ցույց տալ։ Այսպես մրգերից վերցրել ենք նարինջ, բայց մեկի վրա փչացած է եղել, չենք տեսել։ Հիմա հանեմ դա, որպեսզի չմնա փչանա։ Ու արագ-արագ հիմա Մարինան կտեղավորի սառնարանը։ Ես ցույց կտամ, ինքը կտեղավորի։ Այսպես խառն է ամբողջը, խառը լցրել եմ մրգեր ու բանջարեղեն, մի խոսքով ամբողջը խառն է, այստեղ ինչա տանց։ Կանաչ գոլդեն խնձոր է, ամենահամեղ խնձորներից մեկը երևի ինձ թվում է, չկա այդպիսի խնձոր, որ ես սիրում եմ, այս գոլդենը շատ համեղ է։ Կարմիր խնձոր ենք վերցրել մի քանի հատ, սա Մարինան է սիրում։ Հետո այստեղ բոլոկի ենք վերցրել։ Պոմելո, հիմա սեզոնն է եւ շատ համեղ է։ Բանաններ, ճիշտ ենք սովորական բանանը, բայց այնքան փոքր է, ոնց որ մինի բանաններ լինեն, բայց սովորական բանանն է։ 3 տեսակի խաղող ենք վերցրել, սպիտակը։ Այստեղ սալատնի լիստեր են վերցրել, լոլիկներ, ռոզովի ամենահամեղ լոլիկներն է երևի, թթվասեր։ Այստեղ կոնֆետներ մի քանի տեսակ, որը մենք սիրում ենք։ Կարակ, մինչև որ մեծ ուպակովկան գնենք, այսպիսի տեսակ խաղողն ենք վերցրել և կիտայսկի մուսկատը, նույնպես շատ համեղ է, շատ քաղցր է ինքը, գետնանուշ երևի արախիս, գետնանուշ խմորեղենի համար, հիմա պետք է սնիկեր թխեմ, բաղադրատոմսը կալիքումը, նուր, այստեղ հյութեր թթուվարունգ, այսպիսի մանր-մուներ թխվածքաբլիթներ Մարինային, օրիո, այսպիսի մեծ սունկեր վարունգ, խտացրած կաթ, էլի թթվասեր, հավի կրսկամիս, աղցան պետք է պատրաստեմ, մնացեք մինչև վերջ, որպեսզի տեսնեք ինչեր եմ պատրաստել։ Վերցրել եմ կարալյոկ բանի համար, չիր պատրաստելու համար, վերցրել եմ հենց այդ չհասած տարբերակը, պինդ տարբերակը, որ հասած չլինի, ինքը պինդ լինի և պոչիկներով, մեծ այսպիսի տարբերակ եմ ընտրել չրի համար, չրի բաղադրատոմսը ունեմ ալիքումս, կարող եք նայել, վերցրել ենք այստեղ նապաստակ, հնդկահավի սրտիկներ, շամպուն եմ վերցրել, այնտեղ մարգարին ունեմ, այսպիսի խմիչք եմ վերցրել, առաջին անգամ ենք վերցրել, չգիտեմ համեղա թե չէ, կփորձենք, վիսկի և երևի թե վերջ։ Հիմա արագ-արագ ճիշտ է Մարինան այն կողմից տեղավորում է։ Քանի դեռ էստեղ եմ, նաև ցույց տամ գնումները, սա Viber-ից եմ պատվիրել, 2 հատ այսպիսի վազ, նեղ երկար,
կարելի է եւ ամեն ինչ մի խոսքով կարելի է ձևավորել եւ դնել 2 հատ այսպիսի վազ եմ պատվիրել եւ 2 հատ էլ այս ափսեների փոքր տարբերակը ես ունեմ տարբեր ֆիրմաներից սա նույնպես կիտայսկին է համ կիտայսկի ունեմ համ իրանականը ճիշտ է իրանականի այս երկաթը լրիվ ուրիշ է բայց դե եթե գներն էլ համեմատենք 2 անգամ մատչելի է այս կիտայսկին դրա համար 2 հատ այսպիսի փոքր տարբերակն եմ պատվիրել ունեմ մեծ տարբերակը լոտկա շատ տարբերակներ ունեմ բայց այս փոքր տարբերակը չունեի որոշեցի ցույց տամ եւ անցնեմ առաջ որովհետեւ այստեղ հանել եմ աղցան պատրաստեմ արդեն ամբողջը պատրաստ է մնում է ինձ հավաքեմ Գրանատովի բրասլետ եմ պատրաստելու, ալիքումս կա տեսահոլովակը, այնպես որ գնացի պատրաստելու։ Չեմ հիշում ասել եմ, թե ոչ հյուրեր ունենք և սա էլ իմ պատրաստած սեղանն է, աղցանով մի խոսքով այսպիսի շատ համեղություններ եմ պատրաստել, հիմա սպասում ենք մեր հյուրերին, որպեսզի վայելենք այս ամբողջ համեղությունները։ Քաղցրի սեղանը նույնպես պատրաստել եմ, ուղղակի սեղանի վրա այդքան տեղ չկար, որ ամբողջովին դնեի, հետո նոր քաղցրի սեղանը կդնեմ, կհավաքեմ։ Նաև կիսվեմ նոր սուրճի բաժակներով վազ, նույնպես նոր եմ գնել, իմ ափսեների, խոհանոցի ափսեների բաժակներն եմ վերցրել, ավելի մեծ տարբերակը և այսպիսի չափի բաժակներ, տարբեր չափերի։ Ինչով եմ զբաղված, այստեղ կարակ եմ հալեցնում, որպեսզի յուղ պատրաստեմ, հիմա ամբողջովին կհալվի, մարմանդ կրակի վրա կարակը հալեցնում եմ, բարձր յուղայնությամբ 82.5% է իմ կարակը, պետք է վերցնեք ավելի լավ բարձր յուղայնությամբ, որպեսզի յուղը ստացվի համեղ։ Հիմա ամբողջովին կսպասեմ, որպեսզի հալվի այս փոքրիկ կտորները նույնպես և կանջատեմ կրակից, կվերցնեմ, որպեսզի ամբողջովին սառի։ Հետո ցույց կտամ ինչ եմ անելու, առանձին տեսահոլովակ որոշեցի չնկարեմ, այսպես նայեք ընթացքում ցույց կտամ, ինչպես եմ ստանում, պետք է ամբողջովին սառեցնեմ, որից հետո նոր ցույց կտամ ինչ եմ անելու։ Այն կողմը բանտիկով փլավ եմ պատրաստում, երեխեքը շատ են սիրում։ Ու այդպես, կմիանամ հետո ցույց կտամ, ինչպես եմ պատրաստում համեղ և օգտակար յուղ տնային պայմաններում։ Այստեղ 5 կիլոգրամ կարակ եմ հալեցնում և կտեսնենք ավերջում ինչքան յուղ եմ ստանում։ Եվ այսպես իմ յուղը արդեն պատրաստ է, ընթացքը ցույց չտվեցի, ուղղակի եռացնում ենք կտրտած կարակը, մարմանդ կրակի վրա ենք եռացնում, մոտ 3 ժամ, որպեսզի այս ջրային մասը, տեսնում եք, ջրային մասը առանձնանա յուղից, յուղը բարձրանում է վերև, ջրային մասը նստում է ներքև, ու այդ ընթացքում ինչքան որ եռում է, հավաքում եմ այս սպիտակ փրփուրը վրայի, ինքը այսպես փրփրում է, դա ջուրն է դուրս տալիս, սպիտակուսներն է դուրս տալիս, դա առանձնացնում եմ, հավաքում եմ և մարմանդ կրակի վրա եռացնում եմ, 3 ժամ եռացրել եմ և հիմա քանի տաք էր, այդպես ավելի հեշտ էր առանձնացնել, վրայից զգուշությամբ այս մաքուր յուղը առանձնացնում եմ, ինձ տակի նստվածքը թողնում եմ տակը, ինքը այսպես ջրային խառնուրդ է և սա մեզ հարկավոր չի, ինձ հարկավոր չի, մարդիկ կան, որ օգտագործում են գաթաների խմորների մեջ, բայց ինձ հարկավոր չի, սա թափելու եմ և այսպես մաքուր յուղը լցրել եմ արդեն տարաների մեջ, ամբողջովին կսառի և կտեղափոխեմ, մեկը կթողնեմ սառնարանում, մնացածը կդնեմ սառցախցիկում, որպեսզի ընթացքում հոտ չգա, այս երկուսը կօգտագործեմ, առայժմ սրանք կուղարկեմ սառցարան և քիչ-քիչ կհանեմ օգտագործելու, որպեսզի սառնարանի մեջ միևնույնն է երկար ժամանակ մնալուց միգուցե և սկսի հոտ գալ, դրա համար կուղարկեմ սառցարան, ավելի ապահով կլինի։ Հիմա ամբողջովին կթողնեմ կսառի,
Այս փոքր երկուսը կգնան սառնարան, մնացածը սառցարան։ Եվ այսպես յուղս նույնպես պատրաստ է։ Այստեղ նաև ունեմ արքայա նարինջի կարելուկի ճիր։ Նույնպես հավաքել եմ և նույնպես հիմա կգնա սառնարան։ Այսպես փափուկ եմ թողնում, այսպես ավելի համեղ է ուտելը, շատ չեմ չորացնում։ Ինքը երկար միևնույն է չի մնալու, որ չորացնեմ, որպեսզի չփչանա, շատ արագ վերջանալու է։ Այդպես։ Երևի այսօր արդեն ավարտեմ վլոգս և սկսեմ նորը։